Դեմի առաջնորդի պաշտոնակատարն հրավիրել իր մյուս եպիսկոպոսներին, առնվազն եպիսկոպոսները այդպիսի հայտարարություն արեցին եւ հակառակ կողմից հերքում չեղավ։ Այսինքն դուք տեղյակ չեք, որ ԱԱԶ-ն մոտեցել է հոգևորականներին եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում, խնդրել են, որ մատուցի, սակայն մերժում է ստացվում։ Ոչ տեղյակ չեմ։ Այս արդյոք միաձորությունների չարաշահում չէ։ Ինչ է։ ԱԱԶ-ին խնդրել հոգևոր։ Չեմ կարող մեկնաբանեմ մի բան, որից տեղյակ չեմ, հարցեցիք, ասացի, որ տեղյակ չեմ։ Պարոն նախարար, եկեղեցու շուրջ ամիսներ ցկվող ճգնաժամի հանգուցալուծումը դուք ինչպես եք պատկերացնում եւ ամենակարևորը ինչ ժամկետում։ Եկեղեցու շուրջ իրավիճակը պատկերացնում եկեղեցու մաքրվելով են հոգևորականներից, որոնք ամեն քայլափոխի խնդիրներ են ստեղծում հավատքի շուրջ, եկեղեցու շուրջ, այդպիսի հոգևորականներ ցավոք սրտի կան եկեղեցում, ժամկետների մասին չեմ կարող ոչինչ ասել։ Բայց մենք տեսանք, որ ձեզ միացել է մի հոգևորական, որը մի քանի քրեական գործ է Ում մասն է խոսքը։ Արքեպիսկոպոս։ Նախ մեզ չեն միացել, եթե ճիշտն ասեմ, ժողովրդին են միացել, տպավորություն ստեղծի, որ սա քաղաքական պայքար է եւ այս պայքարի մեջ ես կամ են կողմին են միացել։ Լավ են արել, որ միացել են ժողովրդին, իրենց հավատացյալներին, մեկնաբանելու բան չունեմ, ողջունում եմ բոլոր այդ հոգևորականների կեցվածքը։ Հոգևորական այդքան ունեցվածք ունի, ապօրինի գործով է։ Չգիտեմ ինչքան ունեցվածք ունի, ցանկացած մարդ Հայաստանում, որ ապօրինի գույք ունի, անկախ դրանից հոգևորական է, նախարար, մարզպետ թե այլ պաշտոնյա կամ ընդհանրապես այս բանի կարգավիճակ չունի, ինքը ենթակա է այն օրենսդրության սահմաններում այդ գործերը քննվելուն, որը այսօր Հայաստանում կա։ Պարոն Խուդատյան, խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Նշվում է, որ օրինակ նույն Արարատյանի առաջնորդը Նավասարդի Սրբոճարանի մասնակից եպիսկոպոս երկար ժամանակ ասում են, որ գրեթե բոլոր համարներում Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի թերթի բոլոր համարներում նրա մասին տարբեր այսպես Բենթլիից մինչև Սիրուհիներ ու օֆշորային նյութերի մասին է հրապարակվում, բայց հիմա անսպասելի միանգամից իրավիճակ է փոխվում, այսպես ասած, ինչպես է դա ստացվում, այսինքն ներել է որ հանդիպում են միասին հարգելի գործիք են կապված նման հայտարարություններ չեն տեսնում մենք մարդկանց ներելու գործառույթ իրավասություն ոչինչ չունենք հետեւաբար այդ հարցի ասացիաները մենք չենք մենք ով ենք որ մարդկանց ներենք ներել հոգևորականներին այսքանը շնորհակալ եմ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար